Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կա արձանագրություններ, այդ արձանագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովն են մեծ հաշվով իր տրամադրության փաստաթղթերն են։ Այդ փաստաթղթերում գրված այդ 77-ը։ Հասկանում եք, այսինքն խնդիրը այն է, որ իրենք որտեղից են իմացել, որ իրենց ձայնը, ասենք 77 էր, այլ մեկ չէր։ Մեր արձանագրություններից, մեր քաղվածքից, եթե մեր արձանագրությունները չարտացոլ էին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա, բայց այդ քաղվածքը, որ տրվել է վստահված անձանց, տրվել է այդ արձանագրությունների իման վրա։ Այլ կերպ ասած, եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու է, այդ փուլը կներեք, դրա համար չենք ասում, ասում ենք նախնական արդյունք, չենք ասում, չէ, վերջնական արդյունքն է։ ԲՀԿ-ն հասկացում է, որ ձայների փոխիացում է տեղի ունենում։ Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ո՞նց է տեղի ունենում։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։ Հիմի ասենք իրենք չհայտնաբերին, մեկը մենք ուղղելու ենք։ Հասկանում եք, Փաշինյանը ճնշումներ է գործադրել ձեր վրա, որպեսզի իրենց ձայները քիչ ներկայացվեն։ Իրենք այս ամենը բողոքարկել են ես կոչ եմ անում քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, իրենց քաղաքական բանավեճը, իրենց քաղաքական գործան ոնց ծավալում են, Փաշինյանի կողմից։ հարգելից, լավ էլի, ասենք ի՞նչ ճնշում։ Ասենք Հարգելիներ, ուրեմն տեսեք, արձանագրությունները 2005-ատ արձանագրություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, այդ արձանագրությունները կանք հնարավորություն տակ ուզում եք, չգիտեմ, նկարեք, ով որ ցանկանա կարող է անգիրանել, բայց կա 2005-ատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրեց են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որը այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ներկայումս էլ ընթանում է վերահաշվարկը։ Ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։ Պարոն Հովակիմյան, ուզում եմ իմանալ, կան ընտրատեղամասեր, որտեղ կամ որոնց հետ կապված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ եք ստացել, եթե այդպիսի դիմումներ են, բայց ավարտեն միանգամից նոր, եւ քննարկվել է արդյոք ինչ հնարավոր սցենար կա։ Ես կարող եմ ասել, որ այս պահին մեկ նման դիմում ունենք։ Որ ընտրատեղամասերի հետ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված նման դիմում է ներկայացրել։ Այո, այն տեղամասն է, հարգելի գործընկերներ, որտեղ որ քվեարկությունով ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը 8 համար է։ 8 համարի քվեարկը մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել ու ժամը 6-ին է դա պարզվել, երբ որ ընտրողն է պահանջել, ասենք ընտրողը պահանջել է, որ ասել է եւ այդ ժամանակ այդ մի դիմումն է, պարոն Հովակիմյան։ Այս պահին այո։ Իսկ քննարկել եք կամ այսինքն որոշումը երբ կլինի։ Տեսեք, բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու արդեն հունիսի 14-ի որոշման մեջ։ Պարոն Հովակիմյան, դուք լրագրողներին էիք հորդորում ընտրական օրենսգրքին ծանոթ լինել, իսկ հանձնաժողովի նախագահները ծանոթ են ընտրական օրենսգրքին, օրինակ 8-ի կոտորապ 20 ընտրատեղամասում Լյուդվիգ անունով հանձնաժողովի մի նախագահ ինձ թույլ չէր տալիս պարզապես դուրս գալ ընտրատեղամասից, պնդելով, որ պետք է մինչև վերջին քվեաթերթիկի հաշվարկը արձանագրության կազմում մնանք ներսում եւ վստահաբար հետո պարզվեց, որ նա ոչ տեղյակ է, որ 8-ից հետո լրագրողները դիտող։ Պարոն Կիրակոսյան, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ 16000 հանձնաժողովականներից մեկ հոգի լավ 10 Ժորժ ջան, ես ձեզ ասում եմ այդ խնդիրը, որ ժամը 8-ից հետո հանձնաժողովում գտնվելու իրանք ունեցողները պարզապես պարոն Հովակիմյան այդ փոփոխությունը։ Տեսեք, 10 չի, շատ է։ Ամեն ընտրությունից առաջ մենք այդ հատկապես այդ խնդրի վրա մեծ ուշադրություն գրամ, բայց կներեք գտնվում են հանձնաժողովների նախագահները, չգիտեմ, քարտուղարները։ Տեսեք, իրենք քննությունը, այսինքն թեստը բարեհաջող հանձնում են, գալիս են, դասընթացներ են անում, բացատրում են, բայց որ ասենք իսպար չլինի, մեկ էլ տեսար ազանգը ստանում ենք, որ, չգիտեմ,
վստահված անձն է ուզում փոխվի, օրինակ, դա էլ կարող լինի, այսինքն վստահ չեն թողում, տեխնացուն է ուզում, ասենք 8-ից հետո մտնի ներս, չեն թողում, հա, լինում է, ես ասում եմ, այս դեպքում 16000 մարդ ընդգրկված հանձնաժողովներում երևի մոտավորապես մի 10 նման ահազանգ է եղել մեր համար սա ես ասեմ ձեր համար քան որ ձեզ է վերաբերում ձեզ համար էդի աշխարհացունց իրադարձություն ես հասկանում եմ բայց մեր պարագայում երբ որ ոչ մի բան աշխարհ օրենք տեսեք պարոն Կերակոս ես հորդորում եմ ձեզ որ օրինակ հաջորդ ընտրություններին դուք գաք ինքներդ հանձնաժողովի նախագահ աշխատեք։ Ես չեմ կարող, ես վերադառնում եմ։ Եվ գնեք, վստահված անձը իրավունք ունի ինչ որ հարցեր բարձրացնի, կարգադրություններ տա, այդ ընտրատեղանությունը Հայաստանի վստահված անձը իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում եւ ինչ հարցերում վստահված անձը իրավունք չունի ոչ հանձնարարություններ տալու, ոչ կարգադրություններ տալու, վստահված անձը իրավունք չունի միջամտելու, խոչընդոտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքին։ Եթե վստահված անձը որևէ ինչ-որ բան է նկատում, ինքը պետք է նախագահին կամ քարտուղարին իր դիտարկումը ներկայացնի, բայց ձեր նկարագրած երևույթը ինչ որ պարագաներում լինում է։ Եվ մենք ամեն անգամ բոլոր ընտրություններից հետո այդ հավաքագրում ենք այդ խնդիրը ու նորից հաջորդ ուսուցման ժամանակ էլի կրկին անգամ այդ հանգամանքի վրա ուշադրություն է գրում, բայց կրկնում եմ օրվա համար հանձնաժողովի նախագահը ինչքան էր ստանում։ Ստացիան 1 օր չի, նախագահի պարագայում ստացվում է աշխատանքային փուլը մոտավորապես 3 օր, եթե չեմ սխալվում մոտ 150,000 դրամ է, բայց մոտ 150,000 կարող է մի փոքր քիչ